Այս գաղափարական անցման հեղինակը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն էր, որը բոլոր խորհրդակցությունների ժամանակ մատնանշում էր, որ մենք պարզապես խնդիրներ լուծող գերատեսչություն չենք։ Մենք պետք է հասկանանք ինչպես ենք կարողանում վերափոխենք և էլ ավելի քաղաքականությունները ուղղորդենք այնպես, որպեսզի մարդկանց համար հնարավորություններ ստեղծենք։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կվերանվանվի աշխատանքի և բարեկեցության նախարարություն։ Գերատեսչությունը տարիներ շարունակ մեր երկրում գերակա խնդիրներով պայմանավորված տարբեր անվանումներ է ունեցել՝ աշխատանքի և խնամատարության նախարարությունից մինչև սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերով նախարարություն։ Մի քանի ամիս նախարարությունը նույնիսկ գործել է առողջապահական գերատեսչության հետ համատեղ։ Այն բոլոր քաղաքականությունները, որոնք որ իրականացվում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից, միտված են հենց բարեկեցության ապահովմանը, եւ այս փոփոխությունը մի նոր արժեքային համակարգ է ստեղծում եւ վերափոխում է մեր մոտեցումը այս խնդիրների լուծման, այսինքն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը դառնում է ոչ թե խնդիրներին արձագանքող, այլ հնարավորություններ ստեղծող կառույց իր ամբողջ ռազմավարական ծրագրերի իրականացումով։ Խորհրդարանում նախագծի հաստատումից հետո կփոխվի նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ցուցանակը։ Այն կանվանվի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության եւ արհեստական բանականության նախարարություն։ Այս փոփոխությամբ եւս կշեշտադրվի ոլորտի հանդեպ պետության վերաբերմունքն ու ուշադրությունը։ Երբ որ կոնկրետ մեր մանդատի շրջանակներում մենք ավելացնում ենք արհեստական բանականությունը բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության անվանման մեջ, դա ցույց է տալի դրա կարևորությունը եւ նաև մենք նախատեսում ենք, որ այդ ամեն ինչը լինելու է ոչ թե ուղղահայաց, այլ հորիզոնական ուղղությամբ։ Ինչ է դա նշանակում, որ աշխատանքների ընթացքում քաղաքականության մշակման մենք տարբեր վարչություններ միշտ ներգրաված են եղել տարբեր դերով իրենց մանդատների շրջանակներում եւ կարծում ենք, որ նույնպես նման կրիտիկական կարևոր տեխնոլոգիայի արկայությունը, որը որ կյանքի բոլոր ոլորտներում է ներառում, բոլոր ինդուստրիաներում ներառված է եւ կարող է օգնող ակսելերատիվ դեր ունենալ, միայն ուղղահայաց չի կարող լինել։ Դատավոլորտի զարգացում, նորարարությունների խթանում, ռազմաարդյունաբերություն, կապի համակարգերի կարգավորում գործառույթներով կառույցը ձևավորվեց 2019-ին, անվանվելով բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն։ Փոփոխությունը ըստ Մանթաշյանի սպասված էր համահունչ տեխնոլոգիական արդի զարգացումներին։ Վերջին շրջանում տեսնում ենք, որ արհեստական բանականության եւ կիսահաղորդիչների եւ տվյալ ենթակառուցվածքների ուղղությամբ գլոբալ մրցակցությունը ել ավելի է կարևորում եւ մենք գլոբալ մրցակցության մեջ նման տեսքով, իսկ անվանումը նաև մեր տեսքի մի մասն է, մեզ լրացուցիչ ուժ հաղորդի, որպեսզի մենք մեր աշնակները ավելի արդյունավետ կարողանանք կազմակերպել։ Արտաքին գործերի նախարարությունը կկոչվի արտաքին գործերի եւ միջազգային առևտրի նախարարություն։ ԱԳՆ գլխավոր քարտուղարի խոսքով արտաքին գործերի նախարարության շրջանակում միջազգային առևտրի գործառույթը համակարգային նշանակություն ունի։ Այն ենթադրում է ոչ միայն առևտրատնտեսական հարաբերությունների զարգացում, այլև այդ ուղղության համակարգում եւ արտաքին քաղաքականության հետ դրա համադրում։ Ավելի տեղայնացնելով մեր վերանշեմ, որ 25 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի, Ադրբեջանի եւ ԱՄՆ ղեկավարների կողմից խաղաղության գագաթնաժողովից հետո Հայաստանը արտաքին քաղաքականության ոլորտում ավելի մեծ հնարավորություններ գտավ փոխգործակցությունների ոչ միայն մեր ռեգիոնում, այլև ընդհանուր ավելի լայն աշխարհագրությամբ նոր փոխգործակցություններ ձեռք բերելու առումով այս կոմպոնենտով մեր արտաքին քաղաքականության ոլորտում ավելի մեծացավ տնտեսական կոմպոնենտը, որը հեռանկարում կբերի Հայաստանի Հանրապետության բարեկեցության աճի մակարդակի բարձրացմանը։ Փոփոխությունն ըստ Կարապետյանի հնարավորություն կտա արտաքին քաղաքականության մեջ ներդաշնակեցնել միջազգային առևտրի, արտահանման, ներդրումներին աջակցության ռազմավարական ծրագրերը։ Գերատեսչությունը հատկապես վերջին ամիսներին ակտիվ ներգրավված էր արտահանման գործընթացների աջակցմանը։ Հիմա դա կլինի համակարգային ու կազմակերպված, նշում է արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարը։ Երկկողմ եւ բազմակողմ հարթակներում մեր համապատասխան վարչությունները, բաժինները եւ դեսպանությունները բնականաբար ավելի շատ ուշադրություն կդարձնեն եւ ավելի շատ կներգրավվեն տնտեսական համագործակցության օրակարգի մեջ։ Այս մասով ավելի բարձրացնելով այդ ոլորտում արտաքին քաղաքականությունը մեր։ Տնտեսական օրակարգը երկկողմ հարաբերություններում ավելի տնտեսական կոմպոնենտը կշեշտադրվի եւ մենք սկսենք նոր նաեւ շուկաներ փնտրել, նոր ուղիներ փնտրել տարբեր երկրների հետ զարգացնելու մեր տնտեսական հարաբերությունները։ Երեք նախարարությունում փակագծեր չեն բացում, բայց չեն բացառում, որ կլինեն որոշակի կառուցվածքային փոփոխություններ նոր տրամաբանությամբ աշխատանքը համակարգելու համար։ Փոփոխությունները նախատեսված են կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրինագծում, որը ազգային ժողովի առաջին նստաշրջանի օրակարգում է։ Մայա Խաչատրյան, Մեհեր Կիրակոսյան, լուրեր։